Մենք գիտենք, որ մարդն Աստծո ստեղծագործությունն է և բոլոր մարդիկ Աստծո զավակներն են։ Արդյոք Աստծո համար տարբերություն կա ապաշխարած և չապաշխարած մարդկանց միջև։ Արդյոք Քրիստոսին ընդունած հավատացյալն առավելություն ունի աշխարհիկ մարդու նկատմամբ։ Շատ լավ հարց է և շատ կարևոր հարց։ Աստված իր խոսքի մեջ ասում է, որ բոլորին հավասար է սիրում։ Սա պիտի հասկանանք, որ Աստծո սերը մարդու հանդեպ, յուրաքանչյուր մարդու հանդեպ անսահման խորն է, և մարդը իր անելով կամ չանելով այդ սերը չի փոխում։ Ինչպես ծնողի սերը երեխայի հանդեպ, այն իմաստով, որ ծնողին ցավ է, անգամ ամենավատ երեխայի հետ կատարված, ասենք, վատ բանը ցավ է ծնողի սրտին, այդպես Աստված իր խոսքի մեջ ասում է, Նրանք այս տողերն է ասում. «Ես ամբարիշտ մարդու մեռնելը չեմ ուզում, ուզում եմ, որ նա դարձի գա ու ապրի»։ Այսինքն տեսնում ենք, որ անգամ մենք մարդիկս մեր շրջապատում կարող են լինել մարդիկ, որոնք շատ չար են, և մտքիդ ծայրով կարող ես անցկացնել, որ այս մարդը երկրի վրա չլիներ, ինչ լավ կլիներ մարդկության համար, օրինակ, կամ չգիտեմ, կոնկրետ այս ազգի համար, այն մյուս ազգի առաջնորդը չլիներ։ Աստված ասում է. «Դուք ձեր մարդկայնով եք մտածում, բայց ինձ համար բոլոր մարդիկ են թանկ, որովհետև իմ ձեռքի ստեղծագործությունն են, և ես ամենավատ մարդու կործանումը չեմ ուզում, այլ ուզում եմ, որ դարձի գա ու ապրի»։ Եվ այս իմաստով ուզում եմ, որ մենք հստակ հասկանանք, որ Աստծո սերը մարդու հանդեպ չի փոփոխվում նրա ապաշխարած կամ չապաշխարած լինելուց։ Աստծո կարեկցանքը, գթասրտությունը, բայց վերաբերմունքը փոխվում է։ Ահա այստեղ է խնդիրը, որովհետև մարդիկ ասում են. «Դե եթե լինում, մենք իր զավակներն ենք, ինքը մեզ կպաշտպանի և չի թողնի, ասենք, չարը մեզ վնասի, որովհետև բոլորիս հավասար է սիրում»։ Այստեղ մենք պիտի հասկանանք Աստծո բնույթը, որովհետև ծնողներն էլ, թեև երեխաներին սիրում են և ամեն մեկի, չար թե բարի, հնազանդ թե անհնազանդ, ամեն մեկի ցավը ծնողի սրտին ցավ է, դա չի նշանակում, որ վերաբերմունքը նույնն է։ Տեր Հիսուսն էր սովորեցնում. մի մարդ երկու որդի ուներ. մեկը լսեց հոր ասածը և գնաց այգում օգնելու իրեն, մյուսը արհամարհեց հոր ասածը։ Եվ բնականաբար երկուսն էլ որդիներ են, երկուսին էլ հայրը սիրում էր, բայց երկուսին նույն վերաբերմունքը ցույց չի տալիս և երկուսին հավասարապես չի պատվում։ Եթե հարցը գալիս է փրկությանը, ապա փրկությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով է, Հիսուս Քրիստոսի ուսուցումների, խոսքերի, կատարած գործի հանդեպ հավատքով։ Երբ մարդը, անապաշխար մարդը, հասկանանք Աստծո ստեղծած մարդը, Աստծո կողմից արարված մարդը ինչպես է դառնում Աստծուն թշնամի։ Կարո՞ղ է զավակը դառնալ ծնողին թշնամի։ Իհարկե, մեր կյանքում էլ ենք տեսնում, կամ զավակներ կան, ծնողներին սպանում են։ Կարո՞ղ է մարդը դառնալ Աստծուն թշնամի։ Այո, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, եթե մենք հակառակվում ենք Աստծո խոսքերին, եթե մենք ոչ թե հավատում ու հնազանդվում ենք Աստծո դրած կարգին, այլ աշխարհն ենք սիրում, աշխարհի սերն է մեր մեջ տիրում, ավելի ճիշտ ասած, մեկը հավատում ենք, դա էլ է հավատք, ուղղակի հավատում ենք սատանայի հորինած ստերին, վայելիր կյանքդ, հաճույքներդ, դու ավելի լավ գիտես այս կյանքը ապրելու կերպը, քան Աստված, մեղքը Աստված իրավունք չունի սահմանի, դու քո համար ես սահմանում ինչն է ընդունելի, ինչը անընդունելի, և նմանատիպ տարբեր, հատկապես նմանատիպ տարբեր մտքեր, որ սատանան է տալիս, փիլիսոփայություններ, կյանքի գաղափարախոսություններ,
որոնց հիմնական նպատակը քո հավատքը գողանալն է։ Հավատքը Աստվածաշունչը ասում է, լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Այսինքն, երբ մարդու կյանքում օրինակ կա հավատք առ Աստված, բայց չի հավատում Աստվածաշնչին, ինքը արդեն իսկ դեմ է գնում Աստծուն, որովհետև ինքը այսպես սեփական կամավոր, հա, ինքնակամ կերպով, սեփական մտածելակերպի տրամաբանության արդյունքներում իր հավատքն է կազմավորում առ Աստված։ Ինքը ասում է, սա կարելի է, սա ոչ, սա ճիշտ է, սա սխալ։ Իսկ Աստված ասում է, ես եմ քո Աստվածը եւ ես իմ խոսքի մեջ, Աստվածաշնչի մեջ սահմանել եմ ինչն է իմ կամքը եւ ինչն է իմ կամքին հակառակ։ Եվ եթե դու քո ազատ կամքով որոշում ես իմ կամքին հակառակ ապրել, իմ խոսքին հակառակ գործել, դու դառնում ես թշնամի, դու դառնում ես ապստամբ։ Դու ոչ միայն ինքդ ես կործանվում, այլ դու ապստամբության բանակի մի զինվորն ես, որը արդարացնում է իր ապստամբ վարքը։ Եվ ահա որքան էլ Աստված սիրի, ցավա նման մարդու համար, չուզենա նման կորուստը, Աստծո արդարությունը ստիպում է, որպեսզի այս մարդը պատժվի։ Եվ Տեր Հիսուսի խոսքերը շատ հստակ են, որովհետև երբ որ խոսում է հավիտենական տանջանքի վայրի մասին, կրակել լճի մասին, Մատթեոս ավետարան 25-րդ գլխում, Տեր Հիսուսը հստակ ասում է, որ այն չի ստեղծվել մարդու համար։ Աստված այնքան է սիրում մարդուն, ինձ եւ քեզ, աշխարհում երբևէ ապրած յուրաքանչյուր մարդու, որ իր որդուն է զոհել, ամենաթանկն է զոհել նրա փրկության համար։ Բայց երբ մարդը ընտրում է սատանայի ու նրա ընկած հրեշտակների ապստամբ ուղին, նույն ճանապարհը, իրանք էլ իրենց սրտում ասեցին, որ Աստված չպիտի իշխի մեր վրա։ Մենք պիտի հնազանդվենք իր խոսքին, իր կամքին։ Մենք ինքներս կորոշենք ինչպես ապրել։ Եվ նույնը անում է մարդը, Տեր Հիսուսն ասեց, ովքեր որ հետևում են այս մոտեցմանը, իրեն գնալու են այնտեղ, որտեղ այդ մոտեցման հեղինակներն են սատանան եւ իր ընկած հրեշտակները։ Այո, Աստված սիրում է բոլորին հավասարաչափ եւ գրված է Աստվածաշնչում, որ Քրիստոսի զոհը քավություն է ամբողջ աշխարհի մեղքի համար։ Բայց այդ քավությունը գործում է միայն նրանց համար, ովքեր իրենց անձերը խոնարհեցնում են, ովքեր գալիս են Աստծո առաջ եւ ասում են. այլևս ես չեմ որոշում, ես չեմ իմ կյանքի տերը, եւ ես չեմ որոշում իմ կյանքի ընթացքը, ես չեմ, որ ասելու եմ սա ճիշտ է, իսկ նա սխալ, դու, քո խոսքը, քո կամքը։ Եվ ուզում եմ ամբողջացնել, ավարտել այս հարցի պատասխանը հիշեցնելով Տեր Հիսուսի խոսքերը, որ ասում էր. ինձ Տեր, Տեր ասելով չեք մտնի երկնքի արքայություն։ Որտեվ շատերն են իրեն Տեր ասում, բայց չեն անում այն, ինչը ինքը պատվիրում է։ Լուկաս 6:46-ում ասա գրած։ Իսկ Մատթեոս ավետարան 7-րդ գլխի վերջնամասում Տեր Հիսուսը հստակ բացատրում էր, որ եթե դուք ձեր կյանքում առաջնահերթություն չդարձնեք Աստծո կամքը ճանաչելը եւ այդ կամքը կատարելը, դուք փրկություն չեք ունենա։ Որքան էլ Աստված սիրում է ձեզ, որքան էլ Աստված զոհել է իր ամենաթանկը ձեր փրկության համար, բայց եթե դուք իր խոսքերը լսեք եւ չկատարեք, կնմանվեք մի անմիտ մարդու, որ իր տունը կառուցեց ավազի վրա եւ նրա տունը մի օր փլվելու է։ Խոսքը լսել եւ կատարելը մեր հավատքի ապացույցն է եւ այդ հնազանդությունը, ինչպես Հովանու 3:36-ում է գրված, որ Տեր Հիսուսին հավատացողները հավիտենական կյանք ունեն, իսկ նրան չհնազանդվողները կյանք չեն տեսնի, այլ Աստծո բարկությունը կտեսնեն, Աստծո բարկությունը կմնա նրանց վրա, ահա հասկանում ենք, որ որքան էլ Աստված սիրում է մարդուն, որքան էլ Աստված ամեն բան հոգացել է նրա փրկության համար, մարդը ինքն է որոշում։ Եթե կորոշի դառնալ ապստամբ, հակառակվել Աստծո կամքին, Աստծո խոսքին, Աստծո դրած սկզբունքներին, նրա
վերջը լինելու է ապստամբների վերջի հետ։ Շատ մեծ ցավով Աստված իր ստեղծած մարդուն ուղարկելու է հավիտենական տանջանքի վայրը, կրակելիճը։ Եվ Հայտնության գրքում հստակ գրված է, թե ովքեր են գնալու այնտեղ։ Բոլոր նրանք, ովքեր չխոնարհվեցին Քրիստոսի առջև, չընդունեցին Քրիստոսի գերիշխանությունը իրենց կյանքերում, այլ ճշմարտությունը ճնշեցին անիրավությամբ, այլ որոշեցին ապրել այս աշխարհի ձևով, ոչ թե հավատքի կյանքով, նրանք գնալու են կրակելիճը։ Իսկ փրկվելու են նրանք, ովքեր ոչ միայն ասում են, որ հավատում են Քրիստոսին, այլ ամբողջ սրտով փափագ ունեն ճանաչել Քրիստոսի ուսուցումները, ճանաչել Աստծու կամքը եւ հնազանդվել այդ կամքին։ Աստված սիրում է բոլորին, բայց չի փրկում բոլորին, ում սիրում է, այլ այդ սերը նրան մղել է ամենաթանկը զոհելուն հանուն մարդու փրկության։ Մարդը իր ազատ կամքով որոշում է հավատալ եւ հնազանդվել, կամ ասել, թե հավատում է, կամ մերժել հավատքը եւ կործանվել։